Vay huy. Երբ վերադարձանք Մոսկվայից Երևան, որոշեցինք մի գործունեություն սկսենք։ Ու գործունեության համար տարածք պիտի գնայինք։ Երբ որ եկանք հասանք մեր այս հիմիկվա ստուդիայի տարածքին, որ վաճառվում էր, հարևանը մեծահասակ պապիկ էր, հարցրեց Նորա ջան, ինչով ես զբաղվելու, ասացի ծրագրավորող եմ ֆրեզերնի ստանոքներ ենք առնելու, անցալնելու շոուրում։ Այս պապիկը ասեց Նորա ջան, մի ուրիշ կարգին գործ չես իմանում կյանքումդ անել, ասացի առաջին մասնագիտությամբ կերամիկ եմ։ Ինքը հիացած ասեց դա շատ լավ մասնագիտություն է ու շատ լուր։ Ասացինք լավ դե որ լուր է, հիշեցինք որ ժամանակին երազում էինք արվեստանոց ունենայինք ու տենց իմ երազանքը իրականացավ, բացվեց արվեստանոցը։ Անունը ինչ պիտի դրվեր, երկար մտածեցինք, քանի որ կավ էր, կավի ստուդիա էր լինելու, անունը որոշեցի կավով սկսվի, իսկ քանի որ կոնուսը իմ սիրած ֆորման է, անունը դրվեց կավե կոն։ Տենց ծնվեց կավե կոնը։ Իրականում ուզում եմ այդ կոլաբորացիան sense ասած անեմ, որ այդ ֆրիզերովիչներին ու կավը իրար հետ կապվեն ու անպատճառ հուսամ մյուս տարին փակագծերը չբացենք, բայց մեր ստուդիան կլինի միակը, որ անում է կավը եւ ֆրեզը իրար հետ։ Շատ հետաքրքիր իդեաներ ունեմ։ Ցանկացած նկարիչ քանդակագործ ինքը շատ հեշտ է եռաչափ մոդելավորում անում։ Ու հենց կավը օգնեց գնալ ոսկերչության մեջ, իսկ ոսկերչությունից գնալ IT ոլորտ, IT ասած հենց եռաչափ մոդելավորումը, որ էլի քանդակ է, բայց վիրտուալ քանդակ է։ Մենք դասավանդում ենք, այսինքն ցանկացած մարդ կարա գա, մեկ անգամ գործ անի եւ չջնարակի, նույնիսկ կարա չտանի, ուղղակի գործ անի, ճմռի այդ գործը ու գնա։ Դա կլինի գանչառի վրա, դա կլինի սեղանի մոտ, իր որոշումն է։ Ասեմ, որ մեր արվեստանոցը ունի շատ մեծ սպեկտր աշխատանքի, այսինքն կարելի է գալ ուղղակի միանգամյա գործ անել, կարելի է գալ աբոնեմենտ վերցնել, կարելի է կամպանիայով գալ ծնունդ անել ու ծեփ անել ընթացքում, շատ բան նաև կարելի է պրոֆկուրս անցնել, դառնալ պրոֆեսիոնալ, ինչպես նաև մի քանի աղջիկ մեզ մոտ դա արեցին ու գնացին տարբեր երկրներում բացեցին արվեստանոցում, Պիտերում, Պորտուգալիայում բացեցին իրանց արվեստանոցները, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Սովորացնում եմ բավականին բարձր որակի, քանի որ ես ինքս դիպլոմիրованный կերամիկ եմ ու գիտելիքս շատ է։ Սկսնակների խորհուրդը կարա լինի այսպես, որ հիասթափությունը ձեզ հետ չկանգնացնի շարունակական գործից, որովհետև կերամիկան դա նուրբ գործ է, ինքը կարա կոտրվի, չորանալուց կամ թրծելուց կամ ձեռքից ընկնի կոտրվի։ Դրանից պետք չի հիասթափվել, բոլորի մոտ էլ լինում է դա։ Դաժե այն հին պրոֆեսիոնալների կերամիկների մոտ։ Շարունակեք ու անպատճառ շատ լավ կստացվի։ Ամենասիրած գործը միշտ լինում է իմ վերջի աշխատանքը։ Ես ամենաշատը սիրում եմ ամենավերջին աշխատանքը, որը արել եմ։ Ամենագնահատելի գործս, որը որ իմ համար թանկ է, դա ինստիտուտային։ Դա աշխատանքներն է, որը որ ես արել եմ իմ դասատուի մոտ Մուշեղ Ամիրխանյանի արվեստանոցում, ինչը որ շատ թանկ ու բարձր եմ գնահատում իմ կյանքում ու երջանիկ եմ, որ ես այդ մարդու աշակերտն եմ եղել։ Վերջի գործս չեմ հիշում որն է։ Այս մեծ մոզաիկան է, որը որ սկսել եմ անել։ Մոզաիկաս կոպիա է մեր տան ֆրեսկայից, որը որ Աշոտ Բայանդուրն է նկարել, երբ որ մամաս երեխա է եղել, Աշոտ Բայանդուրը նկարել է մեծ ծաղիկ մեր պատին, մամայիս խնդրանքով ու հիմա ես փորձում եմ իրան կավի։ Աշխատանքը շատ դժվար է, շատ մեծ է ու երկարատև։ Եկեք ձեզ համար բաժակներ սարքեք, քանի որ բոլոր IT-շնիկները շատ սիրում են կոֆե խմել, իսկ երբ որ դու քո պատրաստած բաժակից ես խմում այդ կոֆեն, բաժակը դառնում է ամենասիրվածը։ Ստայնը իր վրա կարելի է գրել ինչ-որ մի հետաքրքիր պասուլ, օրինակ դու ինչ պասուլ կգրեիր քո բաժակի վրա։